Մայիսի 27-ին Էջմիածին քաղաքում հնչած կրակոցներից վնասվել է նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու քրոջը պատկանող շինությունը, ինչ կապ ունեն նրանք տեղ ունեցած կրակոցների հետ։ Նախ ամենասկզբից մայիսի 27-ին կրակոցներ էին հնչել Էջմիածին քաղաքում։ Քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել էին միջադեպի մասնակիցներին եւ հանցագործության գործիք ինքնաձիգը։ Դեղատան դպրոցի մի քանի տների լուսամուտներին ու պատերին հարկա էին կրակոցի հետքեր։ Էջմիածին համայնքում տեղեկություններ կան, որ միջադեպը կապ ունի Դիանա Գասպարյանի ամուսնու Արամայիս Միրզոյանի հետ։ Ըստ լուրերի 2025 թվականի մարտի 22-ին կրակոցներ էին հնչել Էջմիածի նախկին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցականում, ինչի հետևանքով մարդ էր սպանվել։ Վերոնշյալ քրեական վարույթի շրջանակներում նաև հարձակվել էր Դիանա Գասպարյանի ամուսինը Արամայիս Միրզոյանը, սակայն դատելով իրավիճակից, այդպես էլ իրավապահները չկարողացան որևէ ապացույց գտնել նրա դեմ, որ նա կապ ունի տեղ ունեցած միջադեպի հետ։ Արդյունքում տեղեկություններ կան, որ մայիսի 27-ին տեղ ունեցած դեպքը չի բացառվում, որ կապ ունենան նրանց հետ, քանի որ աղմկարուց կրակոցների հետևանքով վնասվել է հենց նրանց պատկանող շինությունը։ Ստեղծված իրավիճակի շուրջ անձամբ զրուցեցինք Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու Արամայիս Միրզոյանի հետ, որը վստահեցրեց, որ կրակոցները իրենց հետ կապ չունեն, իսկ այո շինությունը պատկանում է իր քրոջը։ Ամենայն ազնվությամբ ասում եմ, մենք կրակոցների հետ կապ չունենք, ոչ մեզ մոտիկ մարդիկ է, ոչ ճանաչում, ոչ է գիտենք, դաժե ոչ է հետաքրքրված ենք։ Դա ասել պատկանում է իմ ընտանիքի անդամներից, իմ մերձավորներից, էլ իմ քրոջինցն է, տարածքը։ Հաշվի առնելով, որ նախկինում եղել է գազալցականի միջադեպ եւ այլն մարդ է մահացել, դրա համար ամեն դեպքում տեղեկությունները այդպես եկան, որ չի բացառվում, որ նախորդ անգամվա տեղ ունեցած դեպքերի շարունակություն ունի։ Մենք ընդհանրապես կապ չունենք, ես դաժե տեղյակ չեմ ընդհանրապես ինչ է եղել, մենք մեր համար մեր գործերին ենք։ Ես ես ասում եմ, ճիշտ է, կոնսուլը խնդիր չկա, մենք ոչ մի բան հետ կապ չունենք։ Նշենք, որ Շամշանքեթ.com-ը տեղեկություններ էր հրապարակել, որ միջադեպի մասնակիցներից մեկը իր մոտ եղած ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ էր արձակել։ Դեպքի փաստով աղաշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշանքեթ.com-ի տեղեկություններով Արմավիրի քրեական ոստիկանները լուսաբացին հայտնաբերել են նաև միջադեպի 6-րդ մասնակցին, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը։ Ինչ կպարզվի քրեական գործի ընթացքում, կհետևենք քննության ընթացքին։